Շատերի համար ներդրում կատարելը շատ ռիսկային է և նման է էքստրեմալ քոստերով վերելքների ու վայրէջքների։ Իհարկե վայրիվերումներ լինում են, սակայն իրական պատկերը այդքան էլ այդպես չէ։ Հաշվի առնելով, որ կան գործիքներ, որոնց հնարավորությամբ կարելի է ունենալ շուկայական եկամտաբերություն, ստանձնելով հնարավորինս քիչ ռիսկեր։ Նման օրինակներ են ինդեքսները, որտեղ ներառվում են միաժամանակ հարյուրավոր ընկերությունների բաժանտոմսեր։ Օրինակ S&P 500-ը, որտեղ ներառվում է ամերիկյան լավագույն 500 կազմակերպությունների բաժանտոմսերը, կամ օրինակ Nasdaq-ը, որտեղ ներառվում է 100 ամենամեծ տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, նայենք S&P 500-ում ներառված մի քանի ընկերությունների եկամտաբերություններ վերջին 10 տարիների կտրվածքով։ Օրինակ 10 տարի առաջ, որոշելով ներդրում կատարել Paramount-ում, Walgreens-ում կամ օրինակ Intel-ում, կունենայինք շուկայականից ավելի ցածր եկամտաբերություն։ Եվ մյուս օրինակը, որոշելով ներդրում կատարել Apple-ում, Nvidia-ում, կունենայինք շուկայականից ավելի բարձր եկամտաբերություն։ Սակայն մշտապես զգուշակությունների եւ անհանգստությունների մեջ չլինելու համար, ինչու չգնել միանգամից ամբողջ շուկան ETF-ների տեսքով։ ETF-ները դրան գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս միանգամից գնելու մի քանի 100 կազմակերպությունների բաժանտոմսեր։ Արդյունքում կաճի շուկան, կաճի նաև ձեր ներդրումը։ Եվ նայելով տարիների ցուցանիշները, պարզ է դառնում, որ երկարաժամկետ կտրվածքով շուկան մշտապես աճում է։ Այսպիսով, բայց մի թողեք նման հնարավորությունը եւ սկսեք ներդրումներ կատարել հնարավորինս շուտ։ Դուք ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար։